Պոլիտիկ կայքի խմբագիր Բորիս Մուրազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն ԿՊԱ-կամ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հայկական ժամանակին տված հարցազրույցում արած հայտարարությունների հիման վրա։ Իրենք պետք է ինքնակամ հեռանան, որովհետև ես վստահ եմ, որ իրենք գիտեն, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի ձեռքին կամ հատուկ ծառայությունների ձեռքին կա այն ամբողջական ինֆորմացիան, ովքեր բառից բուն իմաստով իրենց խորտակել են։ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցի եթերում այս հայտարարություններից հետո 8 եպիսկոպոսներ միացան Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին, ընդ որում եկեղեցականներ, որոնք ընդամենը շաբաթներ առաջ դատապարտում էին կառավարության այս գործողությունները։ Ըստ երևույթին այս հոգևորականներին հենց շանտաժով են իրենց կողմը անցկացրել եւ ներգրավել այս հակաեկեղեցական արշավին։ Բորիս Մուրազին պահանջում է, որ պատգամավորը պարզաբանի, որտեղից գիտի, թե ԱԱԾ-ն հոգևորականներին վարկաբեկող նյութեր է հավաքել։ Ըստ Մուրազի, պետք է քրեական վարույթ նախաձեռնվի եւ Լիլիթ Ստեփանյանն ու Նիկոլ Փաշինյանը հրավիրվեն հարցաքննության որպես վկա եւ բացատրեն Ստեփանյանի հայտարարությունները։ Եթե դրանք ճիշտ են, ինչու է ԱԱԾ-ն տեղեկություններ տալիս բարձրաստիճան հոգևորականների անձնական կյանքի մասին։ Ինչու է մարդկանց անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ հավաքում իր մոտ, դա օրենքի խախտում է, եթե հավաքում է, ապա ինչ նպատակով, եթե չի հավաքում, ինչու է ԿՊԱ-կամ պատգամավորը ենթադրաբար զրպարտում իրեն։ Դատախազություն ներկայացրած հաղորդման մեջ Բորիս Մուրազին նշել է, որ ԱԱԾ-ն ու վարչապետը կատարել են իրենց լիազորություններին չառնչվող գործողություններ, նպատակ ունենալով հավաքել ու օգտագործել տվյալներ վարչապետի ու եկեղեցականների լարվածության պատճառով։ Լիլիթ Գասպարյան, Հայկ Ամիրխանյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։